Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է նաև Ամասիա խոշորացված համայնք, որտեղ Արեգնադեմ բնակավայրում կառուցվել է դպրոց։ Նորակառույց դպրոցը հագեցած է անհրաժեշտ նոր գույքով։ Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 739 միլիոն դրամ։ Հեծանիվները տեղում են Այդ ցանց կարելի որ չջարդի լույսը հասկաց շաղախը կռում են ու փոխանում են ինքը արդեն ամրանում է ու ռեզինի նման 10 փափուկ բանուզնի որ այն որ սիրուն է այն որ բայց ինչքան կդիմանա այդ արդեն դուք պետք է վատը չի բան կաչած Դες կասանքեն, որ ակտիվ օգտագործեն ինչ որ պետք չի, ասինքն պետք է խնամքով օգտագործել, բայց պետք չի ափսոսան, երեխեքից պետք չի ափսոսան, բայց խնամքով կախված է, դիքին են լեսանը, կախված է, պասը չի որ Բայց լավ բայց Դպրոցը երեխաների միայն սովորելու տեղ չի։ Դպրոցը ինձ համար էլ է սովորելու տեղ, որովհետև նախ այս այցելությունները մեզ գիտելիք են տալիս մեր երկրի մասին, տարբեր բնակավայրերի, տարբեր իրադրությունների, բնակավայրերում առկա խնդիրների, բայց նաև պրոցեսների եւ զարգացման մասին են պատկերացում տալիս, որովհետև մի ժամանակ էր, երբ մենք մտածում էինք, սրա մասին շատ եմ խոսել, որ ահա կլինի Եթե մեզ հաջողվի գտնել ֆինանսավորում, մենք կլուծենք խնդիրը։ Հետո պարզվեց, որ դա ամբողջ խնդիրը չէ։ Պետք է նաև ունենալ պատշաճ նախագիծ, պետք է ունենալ այդ նախագիծը պատշաճ իրականացնող։ Եվ դա լավ էր, որ իմիջայլոց 2018 թե 19 թվականին այցելեցինք մի նորակառույց դպրոց, երկու նորակառույց դպրոց իրականում Եվ այնտեղ արձանագրեցինք այն դիսոնանսը, որ կա նոր դպրոցի եւ հին գույքի միջեւ, եւ հասկացանք, որ չի կարելի այդպես։ Նոր դպրոցի համար նոր գույք է պետք, ինչպես կտարակարանում ասում է, նոր գինին նոր տիկերում, որովհետեւ հին գինին հին տիկերում, նոր գինին նոր տիկերում, բայց հետո ուրիշ խնդրի առաջ կանգնեցինք, երբ որ տեսանք, որ գույքը կա եւ խնդիրը նաեւ այդ գույքը պահարաններից տեղափոխել դասարաններ։ Հետո խնդիրը այդ դասարաններում երեխաներին հաղորդակցել այդ գույքի հետ, այդ գիտելիքի հետ։ Հետո խնդիր ընդհանրապես մեր կարծեմ 2000 մինչև 30 թվականի կրթության ռազմավարության քննարկման ժամանակ էր, որ մենք եկանք քննարկելով եկանք հասանք մեր մի հարցի, ասենք, բայց լավ, մենք մեր երեխեքին ինչ ուղերձ ենք տալիս։ Այդ տեսեք, որ մենք ասում ենք երեխեք, լավ սովորեք, բայց մենք պետք է նաև ճիշտ ճշգրիտ ձևակերպենք, թե ինչի համար ենք ուզում մեր երեխեքը լավ սովորեն։ Եվ այդտեղ ենք մենք եկել փնտրելով գտել ենք այն ձևակերպանը, որ մենք պետք է լավ սովորելու հետ կապված այս ուղերձը տանք երեխեք, որ լավ սովորեք, որ լավ ապրեք, որովհետև հենց լավ սովորելու արձագանքը պետք է լինի դա, որ դուք լավ ապրեք, որպես անհատներ, որպես համայնք, որպես մարզ, որպես պետություն, որպես հասարակություն, եւ սովորելու ի վերջո նպատակը լավ ապրելն է։ Այլ բան նաեւ, որ էդ էլ է հարց, իսկ ինչ նշանակում լավ ապրել։ Ամեն հանրություն, ամեն համայնք, ամեն անհատ պետք է նաեւ ի վիճակի լինի ձևակերպել ինքը իր համար, իսկ ինչ նշանակում լավ ապրել, որովհետեւ այդտեղ էլ մենք չենք կարող բոլորին դնել շրջանակի մեջ, ասել որ լավ ապրել նշանակում ասա, մենք կարող ենք առաջարկել, կառավարությունը առաջնորդող դեր ունի եւ կարող է որպես առաջնորդող մարմին եւ վարչապետը առաջարկել, բայց ի վերջո ամեն մարդ պետք է կարողանա
ի վիճակի լինել ինքը իր համար ձևակերպել, ինչ նշանակում լավ ապրել, եւ ի վիճակի լինի այդ ձևակերպումը անել եւ իր աշխատանքի միջոցով հասնել այդ իր ձևակերպված լավ ապրելուն, իսկ սրա համար մի տարբերակ կա. կրթությունը, մասնագիտական կարողությունների լավարկումը եւ կրթությունը թերևս այն միակ բանաձևն է, որը մեզ հնարավորություն կտա գտնել բոլոր այն հարցերի պատասխանները, որ կյանքը մեր առաջ կարող է դնել։ Հենց այստեղ է ամբողջ խնդիրը։ Սիրելի շրջանավարտներ, այս գեղեցիկ օրը ձեզ համար կազմակերպել է Արտիքի համայնքապետարանը։ Դպրոցական համազգեստներով պարելու եւ ուրախանալու պատրաստ տրամադրությամբ շրջանավարտներն Արտիքի ազատության հրապարակ էին եկել հենց այսպես։ Օրը տոնական էր Արտիքի համայնքապետարանի շնորհիվ։ Հրապարակին տոնական գույներ են հաղորդել Արտիկ համայնքի շրջանավարտները, վերջինների սիրօրհնությունն է տվել Արտիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։ Արտիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն էլ իր խոսքում մաղթել է, որ շրջանավարտներն իրենց գիտելիքներն ու հմտություններն օգտագործեն Արտիկ համայնքի զարգացման համար։ 325 հոգի արդեն առիթ է ունեցել նոր կյանք սկսելու։ Բոլորից ցանկանում ենք առողջություն, հաջողություն, նորանոր ձեռքբերումներ։ Ապագայում դառնանք երկրի պետության, պետականության համար, Արտիկ համայնքի զարգացման համար շնորհալի ուսանողներ, շնորհալի մարդիկ։ Օրն անմոռանալի էր դարձրել Գագիկ Մկոյանը, Գոր Հակոբյանը, Ժոր Մկոյանը, Հենրիկ Մկոյանը, Ամինան, Կարեն Աթոյանը, DJ Ժանը։ Շնորհակալ ենք Արտիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի նման միջոցառում կազմակերպելու համար, շնորհակալ ենք երկիշներին։ Ինչպես շրջանավարտների, այնպես էլ ուսուցիչների ու համայնքի բոլոր բնակիչների համար օրը առանձնահատուկ էր նման համերգային ծրագիր, որովե տարվա շրջանավարտների համար դեռ չէր եղել համայնքում։ Աննախադեպ շոու ծրագրին չխանգարեցին նույնիսկ եղանակային անբարենպաստ պայմանները։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին, տրամադրությունը շատ ուրախ է եւ նայ մյուսներին տրամադրությունը բարձրացնելու հիանալի միջոց է։ Այս անգամ դպրոցական տարիներին հրաժեշտ են տալիս այսպես։ Նշենք, որ Արտիկ համայնքն ունի այս տարի 325 շրջանավարտ։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է սենատոր Դեյնզի այցը Հայաստան, կարևորելով Հայաստան-ԱՄՆ բարեկամական հարաբերությունների եւ գործընկերության ամրապնդումը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։ Սենատոր Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը եւ տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերելի հարցեր։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ Հայաստանի խաղաղության օրակարգի կարեւորությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Այս շաբաթ Երևանում կայացավ Երևանյան երկխոսություն 2025 միջազգային երկրորդ համաժողովը, որի շրջանակում ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ խաղաղության խաչմերուկ, ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն խորագրով քննարկում։
Մասնակցեցին շուրջ 15 երկրների խորհրդարանականներ, դիվանագիտական ներկայացուցիչներ ու ազգային ժողովի падգամավորներ։ Քննարկման համակարգող արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ քննարկման նպատակն է խթանել երկխոսությունը, ստեղծել համագործակցային միջավայր, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց երկրների լավագույն փորձը, փոխանակել մտքեր, որոնք կօգնեն հաղթահարել գործող մարտահրավերներն ու խոչընդոտները։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր ելույթում ընդգծեց երկխոսության կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Այս միջոցառումն արտացոլում է արագ փոփոխվող աշխարհում երկխոսությունը, վստահությունը եւ գործնական լուծումները խթանելու մեր համատեղ հանձնարարությունը։ Մենք այստեղ ենք հուսադրող վերնագրի ներքո՝ խաղաղության խաչմերուկ, ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն։ Խոսելով խաղաղության խաչմերուկ նախագծի մասին, հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է վերաիմաստավորել Հարավային Կովկասը ոչ թե որպես հակամարտության մշտական թաթերաբեմ, այլ որպես համագործակցության խաչմերուկ։ Հայաստանի համար սա ավելին է, քան պարզապես թեմա։ Այն տեսլական է, ռազմավարություն եւ պարտավորություն։ Նախագիծը հիմնված է 4 առաջնորդող սկզբունքների վրա՝ ինքնիշխանություն, իրավասություն, փոխադարձություն եւ հավասարություն։ Սրանք այն կարևոր սկզբունքներն են, որոնք կարող են տարածաշրջանային կապը ոչ միայն հնարավոր, այլև կայուն դարձնել։ Քննարկման ընթացքում ելույթ ունեցան Չեխիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի, Ուկրաինայի խորհրդարանների ներկայացուցիչները։ Պատգամավորները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերում։ Համաժողովի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպեց Պաղեստինի պետության արտաքին գործերի եւ արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Զրուցակիցները քննարկեցին Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում արկա իրավիճակը, երկուստեք կարևորվեց խաղաղության հաստատման հրամայականը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպեց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Չետինայի, ապա Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պավել Ֆիշերի հետ։ Եվրոպական ինտեգրմանն առնչվող մի շարք հարցեր քննարկվեցին ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի խորհրդարանական ժողովի եվրոպական ինտեգրման համատեղ կոմիտեի նախագահ Զդենկո Չոսիչի, կոմիտեի առաջին տեղակալ Միրոսլավ Վուիչիչի հետ հանդիպմանը։ Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից Արման Եղոյանը խոսեց Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա-Ստանեցկայի հետ։ Հանդիպումներում կարևորվեց Հայաստանի Եվրամիության անդամ երկրների հետ բազմակողմ գործակցությունը, անդրադարձ կատարվեց վիզաների ազդականացման վերաբերյալ գործընկերների փորձին։ Կարևոր է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ մարտահրավերները, եւ ես կարծում եմ, որ մեր հյուրերը շատ տեղեկացված եւ լավ տպավորություններով վերադառնում են իրենց մայրաքաղաքներ։ Գզնական շրջանում քայլակին շատ դժվար եմ հարմարվել, ճիշտ ասած ամաչում էին։ Հետո արդեն հասկացա, որ քայլակը ինձ հնարավորություն է տալիս ինքնուրույն լինելու։ Արդեն 5 տարի ոչ մի քայլ առանց քայլակի, հաճախ նաև սայլակով։ 33 տարեկան էր Էլինան, երբ կյանքը գլխի վայր շուռ եկավ։ Սկսվեց շատ հանկարծակի, իմ համար շատ անսպասելի, ուղղակի աջ կողմս լրիվ թուլացա։ Ու ես երկար ժամանակ տարբեր բժիշկների եմ դիմել, մինչև որ բժիշկներից մեկը ինձ ուղարկեց գլխուղեղի MRT-ի։ Ու հաստատվեց ախտորոշում, որի մասին Էլինան նույնիսկ լսած չկար՝ ցրված սկլերոզ։ Ցրված սկլերոզը հաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդություն է, աուտոիմուն բնույթի, որը որ ցավոք սրտի քրոնիկ է։ Այդ ժամանակ Էլինայի մոտ դեռ հայտ չէին եկել լուրջ ախտանիշներ, միայն մեկ ոտքի թուլություն էր զգում, այն էլ շատ թեթև։ Երբ որ ես կարդում էի հետևանքների, հիվանդության մասին եւ հետևանքների մասին, ես ընկա դեպրեսիայի մեջ։ Իմ մոտ նես տպավորություն էր, որ եւ ամբողջ Հայաստանում մենակ ես ունեմ այդ հիվանդությունը։ Բժիշկը զգուշացրել էր հիվանդության հավանական խորացման մասին, հաշմանդամությունը կանխելու համար առաջարկել դեղորայքային թանկարժեք բուժում, տարեկան 5 միլիոն 400 հազար դրամ։ Անճար է այդ ժամանակ, ես չգիտեի, պարզա, որ ես չեմ կարող այդ տեղը ձեռք բերեմ, թողել էի ամեն ինչը Աստծո հույսին, ինչ նման լինի։ Եղավ այն, որ 5 տարում ոտքի թեթև թուլությունից հասավ երկրորդ կարգի հաշմանդամության։ Այն դեղերը, որոնք նախկինում, իսկ դրանք կան,
եւ եղել են վերջին տասնամյակներին, որոնք թանկ են եղել, մարդիկ շատ հաճախ չեն կարողացել իրենց թույլ տալ այդ տեղերը գնել, ցավոք սրտի 2024 թվականի արդեն երկրորդ կեսից առողջապահության նախարարությունը սկսեց տրամադրել ցրված սկլերոզ ախտորոշման պացիենտներին 4 անվանում դեղեր։ Այս դեղերը նախատեսված են հիվանդության 4 փուլերի համար եւ բոլոր փուլերը, որ պացիենտի մոտ կարող են լինել, պետությունը վերցրել է իր վրա եւ ամբողջապես ծածկում է այս պացիենտների կարիքները։ Եվ դրա շնորհիվ իհարկե պացիենտները, ովքեր չունեին այդ հնարավորությունը, կարողանում են ձեռք բերել ավելի էֆեկտիվ բուժում, կանխարգելող բուժում, այսինքն վատացումը, հաշմանդամեցումը, կանխարգելող բուժում, որը ամենակարևորն է այս դաշտում։ Երբ որ իմացա, որ ընդգրկվեց պետծրագրի մեջ ցրված սկլերոզը եւ այսուհետ ցրված սկլերոզի դեղորայքը տրվելու է պետության կողմից անվճար, ես շատ ուրախացա, իհարկե ուրախացա բոլոր այն մարդկանց համար, ու մոտ նոր է այդ հիվանդությունը սկսվում եւ իրենք կկարողանան ստանալ այդ դեղը եւ չհասնել հաշմանդամության։ 430 պացիենտի, որոնց երբևիցե դեղեր չեն տրամադրվել, այսօր պետությունը տրամադրում է թանկարժեք նորարարական դեղեր ամբողջապես անվճար։ Տրամադրվող 4 տեսակի դեղերից սուր փուլի համար հատկացվող դեղի 1 սրբակը 1 միլիոն դրամ է։ Տարեկան յուրաքանչյուր պացիենտի անհրաժեշտ է 4 սրբակ։ Հայտարարագրման արդյունքում սոցիալական ծախսը հետ ստանալու գործընթացում որոշ փոփոխություններ են եղել։ Ոլորտը համակարգող գերատեսչությունն արձագանքել է այս ամիսների ընթացքում քաղաքացիներից ստացած բողոք առաջարկներին։ Ամենից շատ տարածված խնդրահարույց հարցը կապված է ուսման վարձի վճարումների հետ։ Ըստ օրենքի սոցիալական ծախսը կարող է հետ ստանալ այն հայտարարատուն, որը կատարել է ծախսը։ Տվյալ դեպքում 100,000 դրամ կարող է հետ ստանալ այն ծնողը, որը վճարել է երեխայի ուսման համար։ Փաստացի ստացվում է, որ երեխայի ուսման վարձը վճարել են հայրն ու մայրը միասին իրենց միջոցներից, սակայն վճարումը ծնողներից մեկի անունով է, ինչը մյուսին զրկում է սոցիալական ծախս ստանալու հնարավորությունից։ Կամ ավելի վատ, վճարումը երեխան է կատարել եւ ծնողներից ոչ մեկ չի կարողանում գումարը հետ ստանալ։ Ֆինանսների նախարարությունում հարցի լուծումը գտել են եւ մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարել։ Առաջին կետով սահմանել են անցումային շրջան, որը նախատեսված է 2024-ի հունվարի 1-ից մինչև 2025-ի հունիսի 1-ը վճարված ուսման վարձերի համար։ Անցումային կարգավորման բովանդակությունը հետևյալն է, որ նշված ժամանակահատվածում կատարված վճարները կարող են հետ վերադարձրել նաև մեր օրինակում մյուս հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց, եթե վճարումը կատարող անձի կողմից համապատասխան հայտարարություն կամ որևէ կերպ հիմնավորվի, որ վճարումը կատարվել է ոչ միայն իր միջոցներով, այլ նաև մեր օրինակում, օրինակ ընտանիքի մոր նաև հաշվին, մոր միջոցներով կամ երեխան կատարել է իր ծնողների միջոցներով։ Ֆիննախից հորդորում են այս կետի վրա ուշադրություն դարձնել, քանի որ 2025-ի հունիսի 1-ից հետո գործելու է նախորդ հիմնական կարգը եւ ուսման վարձի համար սոցիալական ծախս կստանա միայն վճարողը։ Ուստի հունիսի 1-ից հետո պարտադիր է, որ վճարում կատարեն երկու ծնողներն էլ իրենց անուններով։ Իսկ արտոնյալ ժամանակահատվածի համար սոցիալական ծախս ստանալու համար հարկավոր է, որ օրինակ հայրը, որը կատարել է վճարը, գնա երեխայի բուհ եւ հայտարարի, որ այդ վճարն արվել է իր եւ կնոջ միջոցներով, նույնը երեխան հայտարարի, որ վճարումը ծնողների միջոցներով է արվել։ Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է առողջապահական ուղղությամբ կատարված սոցիալական ծախսի վերադարձին։ Այս պարագայում խնդիր էին դարձել այն դեպքերը, երբ գործատուն վարձու աշխատողի համար կնքում է առողջապահական ապահովագրություն, բայց որի համար մասնակի կամ ամբողջությամբ վճարում է աշխատակիցը։ Նման դեպքերում պայմանագիրը կնքվում է գործատուի, օրինակ իրավաբանական անձի անունով եւ հաշվարկային փաստաթուղթը, ինվոյսը եւս դուրս է գրվում գործատուի անունով։ Այդ դեպքում անհրաժեշտ է, որ գործատու ընկերությունը, ապահովագրական ընկերությանը ներկայացնի տեղեկանք գումարների վերաբերյալ, փաստացի վարձու աշխատողների կողմից վճարված գումարների վերաբերյալ, եւ ապահովագրական ընկերությունը այդ դեպքում հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելուց, որպես ապահովադիր ընկերություն նշի գործատու ընկերությանը, իսկ սոցիալական ծախս կատարողի տվյալներ նշի հայտարարատու ֆիզիկական, այս դեպքում մեր վարձու աշխատող ֆիզիկական անձանց, այդ դեպքում եւս ընդհանուր սահմանված կարգով տվյալ ֆիզիկական անձինք հայտարարատուները կունենան հնարավորություն հետ ստանալու առողջության ապահովագրության գծով կատարված սոցիալական ծախսերը։
Ֆիննախից հիշեցնում են, որ հաշվարկային փաստաթղթում փոփոխություններ անել կարելի է, պետք է պարզապես գործատուից վերցնել տեղեկանքը եւ գնալ ապահովագրական ընկերություն։ Օրենսդրական երրորդ փոփոխությունը կրկին կրթական ծախսերի մասով է, մասնավորապես մանկապարտեզների վճարների։ Քանի որ մանկապարտեզները հիմնականում համայնքային ենթակայության տակ են, այդ կառույցներին արված վճարները համարվում են տեղական վճարներ, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց։ Համայնքի, որովհետեւ ըստ օրենքի ծառայությունը մատուցում է համայնքը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը պատվիրակելու տարբերակով։ Այս պարագայում հարց էր առաջանում, հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրի ՀՕԱԿ-ը, թե համայնքը։ Ըստ օրենքի հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում ծառայություն մատուցողը, այսինքն համայնքը։ Կարգով ամրագրում ենք, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն այցելել համայնքային կենտրոններ եւ համայնքները որպես կառավարչական այսպես գերատեսչությունը կամ մարմիններ շատ չծանրաբեռնում են այդ process-ով ամեն մի մանկապարտեզ իր մոտ հաճախող երեխայի ծնողի համար դուրս կգրի այս համայնքային վճարի դիմաց, տեղական վճարի դիմաց հաշվարկային փաստաթուղթ նշելով ծնողի տվյալները եւ դրանից հետո համակարգը կաշխատի ընդհանրացված կարգով։ Մայիսի 26-ի տվյալով տարեսկզբից համընդհանուր հայտարարագիր է լրացրել շուրջ 24000 քաղաքացի, վերադարձվել է 2 միլիարդ 151 միլիոն դրամ սոցիալական ծախս։ Ֆինանսների նախարարությունից հիշեցնում են, որ հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը հետաձգվել է մինչև 2025-ի նոյեմբերի 1-ը, բայց միաժամանակ հորդորում գործը չթողնել վերջին օրվան։ Ռուսական զորքերը 107 հանոթաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, Զապորոժիեի շրջանում 9-ամյա աղջիկ է զոհվել, կան վիրավորներ։ Սումիի մարզում պարտադիր տարհանում է հայտարարվել։ Որոշումն ընդունվել է հաշվի առնելով սահմանային շրջաններում գնդակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգը, նշել է շրջանի ղեկավարը։ Օրեր առաջ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է նոր հարձակում նախաձեռնել Սումիի ուղղությամբ։ Զելենսկու խոսքով ռուսական ուժերը կենտրոնացել են Կուրսկի մարզում, սահմանի մոտ զորքեր են կուտակվում։ Ռուսական կողմն էլ մեղադրել է Ուկրաինային Կուրսկի մարզին ԱԹՍ-ներով հարվածելու համար։ Հաղորդվում է, որ բնակելի տներ են վնասվել կամ տուժածներ, այդ թվում երեխաներ։ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ հիասթափված է Ուկրաինային Ռուսաստանի հարվածներից, միևնույն ժամանակ նա չի քննադատել Վլադիմիր Պուտինին։ Ես շատ զարմացա, երբ թիրախավորվեց Կիևը, այն էլ ընթացող բանակցությունների ֆոնին, որոնք իմ կարծիքով կարող էին լավ արդյունք տալ։ Մենք պատրաստվում էինք լուծել խնդիրը, բայց հանկարծ սրթիռները հարվածեցին ուկրաինական քաղաքներին, մարդիկ զոհվեցին, մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում լրագրողի նկատառմանը, որ Ռուսաստանի նախագահը շատ համառ Թրամփը հավելել է, Վոլոդիմիր Զելենսկին նույնպես համառ է։ Նա անդրադարձել է Իրանի եւ Գազայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Իսրայելը եւ Համասը մոտ են համաձայնությանը։ Իրանի հետ էլ միջուկային գործարք կնքելու հնարավորություն կա, ընդգծել է Դոնալդ Թրամփը։ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հնարավոր երկրորդ փուլին ընդառաջ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահները։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով զրույցը բովանդակալից է եղել։ Շնորհակալություն հայտնեցի Անկարային Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն աջակցելու համար, հայտնել է Զելենսկին։ Նա տեղեկացրել է, որ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Ստամբուլում Կիևի եւ Մոսկվայի թիմերի մայիսի 16-ի հանդիպումը, գերիների փոխանակման հարցը, հրադադարի հասնելու կարեւորությունը, ինչպես նաեւ Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով քառակողմ հանդիպում կազմակերպելու հեռանկարը։ Էրդողանը եւս հայտարարել է, որ հրադադարը մեծ քայլ կլինի խաղաղության ճանապարհին։ Նրա համոզմամբ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումն էլ կարող է արդյունավետ լինել։ Տեսլայի եւ SpaceX-ի ղեկավար գործարար Իլոն Մասկը լքել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Պետական ծառայության շրջանակում նրա հիմնական խնդիրն էր բարձրացնել կառավարության արդյունավետությունը, կրճատելով կառավարության ծախսերը եւ պաշտոնյաների թիվը։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 130 օրով։ Թրամփը Մասկի մասնակցությամբ մամուլի ասուլիս է հրավիրել գործարարին հանձնել Սպիտակ տան խորհրդանշական ոսկե բանալին։ Մասկը հայտարարել է, որ չի խզում կապերը ԱՄՆ նոր վարչակազմի հետ եւ անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն կտրամադրի նախագահին։ Նրա խոսքով արդյունավետության դեպարտամենտը կշարունակի գործունեությունը։ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել իր վարչակազմում Մասկի աշխատանքը, շեշտել, նա աշխարհի ամենահզոր բիզնես առաջնորդներից եւ նորարարներից մեկն է։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, Ամերիկային Իլոն Մասկի մատուցած ծառայությունն աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ։ Հիմա մենք իրան ամբողջովին անջատում ենք,
կիստան եւ հեռացնում ենք։ Հեռացնելուց պահպանում ենք բոլոր օնկո կանոնները ռուսկային ռիսկերից խուսափելու համար։ 35-ամյա կինը որովայնի ձախ զստափոսի շրջանի ցավերով դիմել է Կապանի բժշկական կենտրոն, ախտորոշվել է հարձվարանային կիստա եւ առաջացել վիրահատության անհրաժեշտություն։ 6 սանտիմետրանոց բուժտը տեղում հեռացվեց լապարասկոպիկ եղանակով։ Ինքը կարար վերածվել ուռուցքի, որովհետեւ մենք նախավիրահատական ունենք որոշակի ռիսկ։ Հնարավոր էր ամբողջական ոլորում, որը կբերեր սուր ցավերի, հետևանքները կարող են տարբեր լինել, ընթացքը եւս հարկավոր է ճիշտ ժամանակին դիմել մասնագետի, նշում է մանկաբարձ գինեկոլոգը։ Ամեն ինչ անցավ հարթ, հաջող, վաղ առավոտյան ինքը տուն կգնա։ Բուժառուն Կապան է եկել մայրաքաղաքից, ասում է առաջին անգամ է այստեղ եւ Կապանը կտեսնի եւ լիովին վերականգնված կվերադառնա Երևան։ Ուզում էի, որ անպայման բժիշկը ինձ վիրահատեր, այդպես որոշեցինք գանք այստեղ համ քաղաքը կտեսնենք, համ կվիրահատվենք։ Շատ լավ ամեն ինչ անցավ, իրականում մի քանի ժամ է ընդամենը անցել վիրահատությունից, բայց ես բավականին լավ եմ ինձ զգում արդեն։ Ճիշտն ասած առանց վախերի եմ գնացել, որտեղ նախ ամեն ինչ բացատրել էին ինչպես է ընթանալու, այսինքն ամեն ինչից տեղյակ էի, դրա համար առանձնապես վախեր չկային, չէ։ Ուղղակի դե անհանգստություն մի փոքր, դե դա բնական է։ Մարզկենտրոնում տարիների վեր գինեկոլոգիական լապարասկոպիկ վիրահատություններ գրեթե չեն իրականացվել։ Մանկաբարձ գինեկոլոգ Արսեն Մանուկյանը նշում է, այդ ծառայություններն արդեն հասանելի են Կապանի բժշկական կենտրոնում։ Միայն օնկոգինեկոլոգիական խնդիրների դեպքում են ուղղորդում մայրաքաղաք։ Բոլոր վիրահատությունները կախված գինեկոլոգիայի միոմաներ են, արգանդներ են, կիստաներ են, անպտղությունը, բոլորը արվում է լապարասկոպիկ եղանակով։ Նախկինում արգանդի, միոմաների, պաթոլոգիաների դեպքում այս վիրահատությունները արվել է բաց եղանակով, կտրվածքով։ Դե հիմա ասենք պացիենտներն էլ չեն ուզեցել, եկել են Երևան, որտեղ փոխվել է ժամանակաշրջանը, բոլորը լսել են լապարասկոպիկ վիրահատությունների մասին։ Միոմաներ, կիստաներ, արգանդի հեռացում լապարասկոպիկ եղանակով։ Ապաքինման տեսանկյունից այդ եղանակով վիրահատությունները բուժառուի համար ավելի հարմար են, սակայն կան դեպքեր, երբ ցավոք առանց բաց վիրահատության հնարավոր չէ խնդիրը լուծել։ Կապանում առաջին անգամ իրականացվել է նաև արգանդի հեռացում մինիմալ ինվազիվ վիրահատական միջամտությամբ։ Բաց վիրահատություն արվում է, երբ որ ուռուցքները շատ մեծ են, որովայնի խոռոչում տարածություն է պետք, որպեսզի կատարել լապարասկոպիկ վիրահատությունը, եւ որ գոյացությունը ինքը այնքան մեծ է, որ տարածությունը սահմանափակվում է, այդ դեպքում պետք է արվի բաց վիրահատություն։ Դա ճարահատյալ միջոց է, որը որ պետք է արվի։ 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկն առաջին անգամ է մարզում բուժծառայություն իրականացնում։ Մայրաքաղաքից է եկել, նշում է այն վիրահատությունները, որոնք արդեն արվում են, փաստում են, որ բժշկական կենտրոնն ունի համապատասխան պայմաններ, սակայն կան որոշ թերություններ, որոնք անպայման կշտկվեն։ Այդ թերությունները շտկում եմ ես արդեն։ Օգնում եմ, որ բոլորը շտկեն թերությունները։ Սկսած պացիենտին դիմավորելուց եւ ճանապարհելուց, իր հետ վարվելուց, խոսելուց, ամբողջը։ Դա շատ կարեւոր է։ Հրավիրյալ մասնագետը եկել է այստեղ փորձառությունը կիրառելու եւ դրանով կիսվելու համար։ Առայժմ կարճաժամկետ, բայց հետագայում գուցե երկարատև բժշկական ծառայություններ կմատուցի։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ բացահայտել են հարկերից խուսափելու դեպքեր։ Բազմաբնակարան շենք կառուցապատող մի ընկերություն 2023-25 թվականների ընթացքում Երևանի Վրացական փողոցում օտարել է ընդհանուր 134 ավտոկայանատեղի եւ 1 բնակարան, առքուվաճառքի պայմանագրում նշելով իրական արժեքից անհամեմատ ցածր գին։ Այդ կերպ խուսափել է հարկային պարտավորություններից պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի 118 միլիոն 258 հազար դրամի վնաս։ Հարկեր չվճարելու մեկ այլ բացահայտում էլ արձանագրվել է Կոտայքի մարզում։
Արզանի գյուղից Աբովյան քաղաք տանող ճանապարհին գործող ավտոգազալիցքավորմամբ զբաղվող մի ընկերություն 2024 թվականի հունվարից 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հարկային մարմիններից թաքցրել է փաստացի ձեռք բերված եւ իրացված գազի իրական ծավալները, չվճարելով 43 միլիոն դրամից ավելի հարկ։ Մյուս դեպքով օտարվել են բեռնափոխադրում իրականացնող եւ միմյանց հետ փոխկապակցված երկու սահմանապակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռում գտնվող 14 բեռնատարներ։ Արքուվաճառքի պայմանագրերում նշվել են տրանսպորտային միջոցների իրականությանը չհամապատասխանող ցածր գներ։ Այս եղանակով հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 17 միլիոն 248 հազար դրամի վնաս։ 3 դեպքով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ, հանգամանքները նախաքննության պարզվում են։